Տեսեք, ժամանակին, երբ որ կար սոցլագեր, դա ասենք գաղափարական ինչ-որ մի հատ լագեր էր։ Գուցե եւ այդ լագերում հայտնված այս կամ այն պետությունը մեկին ստիպողական են տարել, մեկը մեջից ածել է, որ sense պետք է գնա, մեկին բռնազավթել, ինչ կապ չունի։ Գոյություն ունի սոցիալիստական լագեր։ Եվ դրա դիմաց ստեղծվել էր հենց ՆԱՏՕ-ն, որ ախպեր սոցլագերը դա կործանարար լագեր է, որը ճիշտ է, այսօր շատ մարդիկ կան, որոնք հիշում են 70-ականների վերջի, ասենք, մի քանի տարի, որ լավ են ապրել եւ խանութում գնում էին, ասենք, ինչ պետք էր առնում են եւ կարողանում էին գնային Սոչի, բայց իրանք մոռանում են, որ այդ լագերը ծնել է գուլագներ եւ 100 միլիոն մարդկանց կյանք է խլել։ Այսինքն դա իրանք անտեսում են։ Ընդ որում շատերով գովում են այդ սովետը, իր պապերն են դրանց զոհերի մեջ եղել։ Այդ աստիճանի, ասենք, միտքը կարճ է։ Իսկ արևմուտքը մտածում ապիջը, սա հանցավոր լագեր է, սա վերջո բերելու է մի հատ կատաստրոֆայի, որը բերում է։ Եվ դրա դիմաց ստեղծել են հենց ՆԱՏՕ-ն, չէին ասում, լավ, ճնշենք իրանց, բայց գոնե այդ ցեցը չտարածվի դեպի արևմուտք։ Պաշտպանվում էին մարդիկ։ Մտածելով, որ լավ կգա ժամանակ ինք իրանք փլուզի, որտեղ հաշվարկել էին, որ չի կարա տնտեսությունը նման տնտեսությունով, ասենք, եւ դա ապացուցվեց։ Այսինքն սովետական տնտեսությունն ինքը իրան փլուզվեց։ Ոչ մեկ իրան ոչ մի բան չարեց։ Ոչ մեկ դրոններով իրանց գործարանները չտրակցրեց։ Ոչ մեկ ոչ մի բան չարեցին։ Ինքը իրան փլուզվեց, որովհետեւ մարդիկ տեսնում են, որ դա գործարանարար համակարգ է։ Եվ այսօր նայեք, դա տրամաբանական էր, ինչի համար այդ օրինակը բերեց, որ տրամաբանական էր, երկու տարբեր լագերներ կա։ Այսօր լագերները ինչ հոգեբանության վրա են ստեղծվում, այդ բռնատիրական ռեժիմների հոգեբանության վրա, որ տեսեք, Թուրքիա, Ադրբեջան և Հյուսիսային Կորեա կրոնով են մեկ, իրանց պետական կառուցվածքով են մեկ, ոչ, Չինաստան հետ ինչ ընդհանուր բան են, ոչ մի բան, լավ, Միջին Ասիայի երկրների հետ ինչ-որ տեղ էլի կհասկանանք, որ Թուրանի, ասենք մի քանի երկիր իր այդ բանով են, բայց չէ որ իրանց միասնությունը միայն Թուրանի, ասենք, գաղափարի շուրջ չի, Ռուսաստանի հետ ինչ ընդհանուր բան են, Պակիստանը ուր, Ռուսաստանը ուր, Հյուսիսային Կորեան ուր, եւ տեսեք, Վենեսուելան ուր, տեսեք, մենք Մադուրոին, դες ամերիկացիք ասում են Մադուրոին պիտի վերացնենք, որովհետև հստակ ասեց Տրամպը, ասեց Մադուրո, դու մեղավոր ես, անձամբ դու եւ քո կառավարությունը։ Տարեկան 300,000 ամերիկացու զոհերի մեջ, որովհետև ձեր նարկոտիկներն են տարածվում Ամերիկայում եւ միայն ձեր գուցե տարեկան շատ մարդիկ են մահանում, բայց կոնկրետ 300,000 ամերիկացի մահանում են հենց քո գործնեության շնորհիվ, քո կառավարության անդամները յուրաքանչյուրը մի հատ նարկո բարոն է, ես վերացնելու եմ ձեզ, դու թշնամի ես ինձ, դու թշնամություն ես անում ինձ, տեսեք, եւ Մադուրոն ում դիմեց Մադուրոն, որ օգնեցեք փրկեք, 3 պետություն, Ռուսաստան, Չինաստան եւ Իրան, ինչն է միավորում իրանց, հավատքը, կրոնը, ազգական կապերը, ընդհանուր լեզուն, ոչ մի բանը, բացի մի բանից, բռնատիրական ռեժիմները, իրանք շատ լավ գիտեն դա, իրանք օգտվելով մարդասիրական, ժողովրդավարության սկզբունքներով, երբ որ դա վերաբերվում է ինչ-որ մեկ այլ պետություն իրանց օգտի համար, բայց վտանգավորության դեպքում իրանք նույն բարբարոսներ են, իրանք գիտեն դա, իրանք գիտեն, որ իրանք բարբարոսներ են, եւ դա իրանց միավորում է։ Այս դրա մասին է խոսքը, եւ այսօր երբ որ դուք հարց եք տալի թե ինչ բախում պետք է լինի, այո, քաղաքակիրթ աշխարհը, երբ որ մարդիկ կարողանում են կլոր սեղանի շուրջ նստել եւ իրար հետ ինչ-որ բան պայմանավորվել, հետագայում հավատարիմ մնալ այդ պայմանավորվածություններին, այդ բլոկը բախվում է բարբարոսների հետ, ովքեր ընդամենը ասում են, գիտեք ինչ կա, սենց ենք ուզում այսօր զարթնել ենք, այդ քեֆը սենց է բերում, սենց եմ անելու, վերջ։ Եվ ինչն է ամենավտանգավոր է, դուք ասեք կամաց գանք մեր Հայաստանի մեր տարածաշրջանին, չէ, վտանգավոր է նա, որ մեր Հայաստանին, իդեմս Նիկոլ Փաշինյանի կառավարության, ներքաշում են այդ բարբարոսական համակարգի մեջ,
Այսինքն մեզ դարձնում են համահանցակից։ Այսինքն եթե մենք այս բլոկի մեջ ենք, եւ դա գիտեք ինչ կա, եւ դա ներկայացնում են իբրև բալանսավորված քաղաքականություն։ Հայաստանը ինչի դեմ ես բալանսավորում։ Քեզ ասում են դու կամ նամուսով աղջիկ ես, նամուսով ես, կամ փողոցային ես։ Դու ոնց կարես բալանսավորված, ասես ստե նամուսով եմ, ստե արդեն իրանց կանոններով կապ։ Դու պետք է որոշես դու ով ես։ Դու նորմալ մարդ ես, թե LGBT ես։ Բալանսավորված չկաս թե դու պետք է որոշես։ LGBT ես խնդիր չկա, գնա իրանց հետ։ Բարբարոս ես գնա իրանց հետ։ Նամուսով ես ուրեմն պետք է ամեն ինչ անես, թե դու հստակ պետք է ասես ես նամուսով մարդ եմ։ Ես մարդ եմ։ Ես զոհ եմ։ Ժամանակին քաղաքակիրթ աշխարհը ինձ համար սահմաններ գծեց, տվեց Սևերի պայմանագրով արևմուտքը այդ ձևով եւ արևելյան սահմանները պայմանավորված էր, ասենք, այլ հանգամանքներով, դա մի քիչ խորքային պատմություն է։ Բայց մեր տարածքները խլեցին այդ նույն բարբարոս երկրները, ովքեր ցեղասպանությունը իրականացրել էին։ Մեր իշխանությունները այսօր հստակ կատարում են Կրեմլի ցուցումները, հստակ։ Դա արդեն ապացուցված է բազմաթիվ օրինակներով։ Այսօր անգամ տեսեք Նիկոլի գործողությունները ինչ որտեղ արդարացնող կամ ինչ որտեղ լղոզող, սվաղող կամ շատ սուր չարձագանքող ուժերը անգամ եւ անհատները այսօր հստակ կրկնում են մեր նարատիվները, որ փրկություն արևմուտքի մեջ է, որ փրկություն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցության մեջ է, այդ դուք ասում եք ուժը չպատում, որոշում է բան, սենց շուտ բաներ։ Բայց եղբայր մարդիկ, դուք հենց մեկ կարակ օրինակ բերեք 3 միլիոնանոց որևէ պետություն աշխարհում, որևէ պետություն, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների հզորագույն պետության երկրորդ դեմքը գա այդտեղ։ Կարակ տենց մի հատ օրինակ բերեք։ Այսօր Հայաստան Նենսի Փելոսին եկավ, ասաց ինչ անենք ձեզ համար։ Ասաց մեզ ոչ մի բան պետք չի։ Դա չկողմնորոշվելու խնդիր է, չէ, դա հստակ ռուսական թելը մանելու խնդիր է, որ այո մենք աղբեջան գնար ճամփետ գնաս։ Հիմա մարդիկ դա ընդունում են ուղակի, հա։ Այ քաղաքակիրթ հլնայ ընդեսես բաներ եղավ, սես բան, այո լինում է։ Բայց տարբերությունը ինչու՞մ է։ Տարբերությունը երբ որ այնտեղ լինում է հանցագործություն, պարկեշտ վերցնենք քաղաքակիրթերի սխալ է։ Չէ, թեկուզ քաղաքակիրթը դա կոչվում է քաղաքակիրթ աշխարհ, որովհետև աշխարհում այսօրվա դրությամբ այդ բլոկը, այդ լագերը, ասենց ասենք, արևմտյան լագերը մաքսիմալ ձևով արտահայտում է քաղաքակրթությունը, մարդկության հասած արդյունքները, թեկուզ նաև հենց մարդու իրավունքների ոլորտում։ Լավ։ Թեկուզ նայ, այսինքն չնայած որ ընդել են լինում հանցագործություններ, բայց այդ հանցագործության դիմաց այդ մարդիկ բռնում դատում են։ Դուք կարող եք պատկերացնել Հայաստանի որևէ օլիգարխ դատվի, այսինքն հարկերը թաքցնելու մեջ եւ գնա ծերանոցում, ասենք, ծեր մարդկանց սպասարկի, ընդ ավել անի կամ իրանց սանիտար լուսաբանի դա որպես բարեգործություն, հա? Չէ։ Բա ինչ։ Բերլուսկոնին, այո, Բերլուսկոնին Իտալիայի նման հզոր պետությանը եւ քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչ, այո, ընդել կա հանցագործություն, բայց ապացուցեցին դատարանով տուգանեցին այդ կիսատ պռատ մուծումները արգրավեցին եւ Բերլուսկոնին քանի տարով 2 թե 3 տարով տարել էին ծերանոցում սանիտար էր աշխատում։ Այսինքն իրան որպես տուր։ Դուք պատկերացնում եք Հայաստանում տանեն, օրինակ բերեմ, ցանկացած օլիգարխի անուն դուք ինքնին ձեր ճաշակով տվեք, որ տանեն տես բան անեն։ Փողոցը մի օր 15 սուտկա ավելի։ Ստեղ այդ հանցագործությունը դա նորմա է։ Այսինքն դուք ստե պետք է լինես հանցագործ։ Դու պետք է այն գրված օրենքները խախտես, որովհետև օրենքը կա գրված սովորական մարդկանց համար եւ այդ քաղաքակիրթ աշխարհի հետ փող հարաբերվելու համար, որ ցույց տա, մենք ենք ձեր նմանները, նայեք մեր մոտ գրած է, բայց իրականում
գործում է չգրված այն օրենքը, որը դատավորը այսքան պիտի վերցնի, որ դատարանում մի տարի խաղելը այսքան արժի, որ տարածքը առնելը պետությունից կարծես թե այսքան արժի 40 բոլորը հանցագործ չերևացող ստվերային ուրեմն փոխհարաբերություններ են։ Սա է տարբերությունը։ Մենք միշտ սրա մասին ահազանգում ենք, հարգելի գայնություն, միշտ ահազանգում ենք, եւ մենք ասում ենք ժամանակը շատ քիչ է մնացել։ Մեր դիրքորոշումից կապված է նաեւ մեր հետագա գործողությունները։ Այսինքն դու պետք է ճիշտ կողմնորոշես, որ դրան վերաբերող, ասենք, ինչ-որ գործողություն անես, քո հասարակությանը պատրաստես, քո հանրությանը դաստիարակես, քո հանրության մեջ, ասենք, կանոնը մտցնես, այսինքն Դու ունեի ժամանակ դրա համար։ Ունենք, շատ ունենք։ Այո։ Հիմա գնալով այդ ժամանակ յուրաքանչյուր ձեր ստուդիայում իմ հաղորդման ժամանակ ասում եմ գնալով քչանում է ժամանակը, գնալով էլ ավելի է բարթանում։